Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հանրային հեռուստաընկերությունը կամ Հայաստանը դասական Եվրատեսիլին մասնակցել է 2 անգամ մինչ այս եւ շատ կարեւոր է իմանալ, որ դասական Եվրատեսիլը 2 տարին 1 անգամ է անցկացվում եւ ըստ էության վերջին դասական Եվրատեսիլին մենք մասնակցելով նաեւ Հայաստանում փորձեցինք քարոզել սերը դեպի դասական երաժշտություն ընդհանրապես։ Շատ ողջունելի էր հանրային հեռուստաընկերության նախաձեռնությունը վերսկսել մասնակցությունը դասական Եվրատեսիլին եւ սա ամբողջությամբ համահունչ է մշակույթի ոլորտում մեր քաղաքականության ու եթե ուշադիր նայեք նախարարության ծրագրերին կտեսնեք, որ մենք դասական երաժշտությունը հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում խթանելու մի քանի տարբեր ձևաչափեր ունենք եւ կարծում եմ, որ դասական Եվրատեսիլն էլ այդ իմաստով գալիս է լրացնելու մեր տաղանդավոր երեխաների ու երիտասարդների միջազգային հարթակներում մասնակցության հնարավորությունը։ Բոլորս տեսանք օպերայում տեղի ունեցած մեծ համերգը ընտրության մեր մասնակցի դասական Եվրատեսիլի 2 տարի առաջ եւ սա շատ մեծ ողջավորություն առաջացրեց մեզ մոտ եւ նաեւ մեր հայրենակիցների մոտ եւ բավականին դրական արձագանքներ ունեինք եւ նաեւ դա էր պատճառը, որ հասկացանք, որ միգուցե կարող ենք մենք էլ անցկացնել դասական Եվրատեսիլը արդեն գլխավոր համերգը Հայաստանում եւ արդյունքում դիմեցինք կազմակերպիչներին, որովհետեւ ի տարբերություն մյուս Եվրատեսիլների դասական Եվրատեսիլի դեպքում դիմումներով են նաեւ դիտարկվում երկրները, որտեղ որ անցկացվում է դասական Եվրատեսիլը ու արդյունքում Հայաստանը ընտրվեց որպես դասական Եվրատեսիլի 2026 թվականի անցկացման վայր, որից հետո արդեն սկսեցին աշխատանքները կազմակերպչական։ Շատ կարևոր է, որ հենց սկզբից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործընկերները մեր կողքին են եղել եւ 2 տարի առաջ երբ միջոցառումը անցկացվում էր Երևանում, այսինքն ընտրական փուլը մեր մասնակցի անցկացվում էր Երևանում օպերայի դահլիճում, մեր գործընկերները նախարարի գլխավորությամբ վստահեցրեցին, որ պատրաստ են մեզ աջակցել, եթե այդ միջոցառումը հիմնական միջոցառումը, այսինքն դասական Եվրատեսիլը անցկացվի Հայաստանում եւ արդյունքում դա էլ մեզ վստահություն տվեց, որպեսզի դիմում հայտ ներկայացնենք միջոցառումը այստեղ անցկացնելու համար։ Պետք է ասեմ, որ մենք հանրային հեռուստաընկերության հետ առաջին անգամը չի, որ շատ լավ համագործակցում ենք։ Վերջին տարիներին մենք բավական փորձ ենք ձևավորել ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպելու, տարբեր երկրների պատվիրակություններ հյուրընկալելու հարցում։ Հանրային հեռուստաընկերությունը արդեն կուտակել է բավականին մեծ փորձ Եվրատեսիլների մասով, հատկապես մանկական Եվրատեսիլից հետո։ Մենք վստահ ենք, որ կարող ենք կազմակերպել դասական Եվրատեսիլը եւ ունենալ բավականին շքեղ միջոցառում եւ սա շատ կարեւոր է մեզ համար, որպեսզի ինչպես անցկացվեց մանկական Եվրատեսիլը Երևանում եւ մեր եվրոպացի գործընկերները եւ նաեւ մեր հայրենակիցները բավականին տպավորված էին, նույն կերպ եւ մի փոքր ավելի բարձր նշաձող սահմանենք դասական Եվրատեսիլի դեպքում, դա է մեր նպատակը, դրան ենք մենք գնում եւ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբը արդեն սկսել է իր աշխատանքները կազմակերպչական ուղղությամբ, արդեն ընտրված է վայրը, որտեղ անցկացվելու է դասական Եվրատեսիլը Երևանում եւ այդպես հերթով գնում ենք առաջ։ Այժմ էլ կառավարությունը ամբողջական աջակցություն է ցուցաբերում process-ին, որտեղ նման մեծ մասշտաբի միջոցառումների ժամանակ բազմաթիվ նաև տեխնիկական կազմակերպչական հարցեր են առաջանում, որտեղ պետական կառույցների մասնակցությունը
օգնում է ավելի դյուրին դարձնել process-ները, դիմավորել պատվիրակություններին, նրանց այստեղ անխոչնդոտ ընդունել եւ ավելի հարթ կազմակերպել ամբողջ գործընթացը, սկսած հարթակների տրամադրումից եւ նաեւ անհրաժեշտ այլ բովանդակային աջակցության ցուցաբերումից։ Ես վստահ եմ, որ մեր ունեցած փորձառությունը կնպաստի, որպեսզի մենք հունիսի 6-ին ունենանք թերևս լավագույն մրցույթներից մեկը եւ բարձր մակարդակով կազմակերպված, ու սա շատ կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանը դասական երաժշտության երկիր որպես դիրքավորելու ուղղությամբ։ Դեռևս 2012 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթին։ Այդ տարի Հայաստանը ներկայացնում էր կանոնահար Նարեկ Գազազյանը, արդեն 12 տարի անց երկար դադարից հետո հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ Հայաստանը կրկին որոշեց մասնակցել այս մրցույթին եւ 2024 թվականին առաջին ալիքը հայտարարեց մրցույթ, որը կոչվում էր Դեպի դասական Եվրատեսիլ։ Այդ մրցույթի արդյունքում Հայկ Քեքեքյանը հոբոյահար հաղթեց եւ ներկայացրեց Հայաստանը պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2024-ում։ Հայկ Քեքեքյան! Բարի օր, ողջունում եմ ձեզ Գերմանիայից։ Սրտանց ողջունում եմ դեպի դասական Եվրատեսիլի բոլոր մասնակիցներին եւ իմ շատ սիրելի առաջին ալիքի թիմին։ Բոլորիդ անչափ շատ եմ կարոտել։ Սիրելի մասնակիցներ, ցանկանում եմ ասել, որ հիանալի օրեր եք ապրում, որի հիշողությունները հավատացեք ձեզ միշտ ժպիտ է պարգևելու։ Երբ որ ետ եմ նայում, հասկանում եմ, որ մրցույթի ամենատակ ու կարևոր պահերը հենց դեպի Եվրատեսիլն էր։ Սա շատ հիանալի փորձառություն է նախ քո տարիքակից շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ ձեռք բերելու համար, թե նրանց հետ Հայաստանի ամենալավ բեմերում, լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ ելույթ ունենալու համար։ Սիրելի մասնակիցներ, սրտանց հաջողություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ, թող որ ձեր ամեն ելույթ ուղեկցվի հաջողությամբ։ Մաղթում եմ, որ վայելեք այս մրցույթային ողջ ընթացքն ու ելույթի պահը։ Մասնագիտական աճ, զարգացում եւ հիանալի էմոցիաներ եմ ցանկանում յուրաքանչյուրիդ, որ ապագայում հիշելիս ջերմացնեն ձեզ այնպես, ինչպես իմ հուշերն են ինձ հետ ապրում։ Անամպեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Ի տարբերություն հիմնական Եվրատեսիլի եւ մանկական Եվրատեսիլի, այս մրցույթում պարտադիր չէ հաղթես այն, որպեսզի կարողանաս հյուրընկալել քո երկրում, եւ հենց սա հաշվի առնելով առաջին ալիքը ներկայացրեց Հայտ հյուրընկալելու այս հեղինակավոր մրցույթը 2026-ին արդեն մեզ մոտ Հայաստանում։ Իհարկե սա շատ երկար քննարկումների եւ բանակցությունների արդյունքում ստացվեց։ Բացի այդ, Եվրոպական հեռարձակողների միության անդամները շատ մեծ ուշադրությամբ հետևել են այն ամբողջ ճանապարհին, որը որ մենք անցել ենք մինչ մրցույթին մասնակցելը։ Եվրոպական հեռարձակողների միությունը ունի երաժշտական նախագծերը համակարգող խումբ, որը կոչվում է երաժշտական փորձագետների խումբ, եւ այս խմբի անդամ է նաեւ հանրային հեռուստաընկերությունը։ Եվ սեպտեմբերին Պրահայում կայացած մեր վերջին հանդիպման արդյունքում վերջնական որոշվեց վայրը եւ օրը, որի մասին հետագայում արդեն հանրային հեռուստաընկերությունը եւս հայտնեց։ Հունիսի 6-ը պատահական չի ընտրվել։ Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է եւ ըստ էության մեր դասական ամենամեծ, ամենահնչեղ անուններից մեկի ծննդյան օրն է եւ քանի որ մեզ ժամանակահատված էր կոնկրետ տրված, որտեղ որ մենք պետք է ընտրեինք այն օրը եւ համաձայնեցնեինք մեր եվրոպացի գործընկերների հետ, մենք որոշեցինք հենց ընտրել Արամ Խաչատրյանի ծննդյան օրը եւ արդյունքում նաեւ այդ օրվա համերգը եւ ամբողջ միջոցառումը անցկացվելու են նաև խաչատրյանական շնչով եւ դեռ գաղտնիքներ չենք բացի, բայց մենք այնտեղ կտեսնենք նաև իր ներկայությունը, իր ստեղծագործությունների ներկայությունը, ինչը շատ կարեւոր է եւ եւս մեկ անգամ աշխարհին հիշեցնելու, որ Արամ Խաչատրյանը մեր հայրենակիցն է եւ մենք նման մեծություններ ունենք դասական երաժշտության աշխարհում։ Մենք կունենանք հնարավորություն դասական երաժշտության մեր ամենամեծ ներկայացուցիչներից մեկի ծննդյան օրը նշանավորել աշխարհի տարբեր երկրներից մեզ մոտ հյուրընկալելով տաղանդավոր երիտասարդների եւ Eurovision նվիրելով նրա ծննդյան օրվան։
շատ կարևոր է ցույց տալ մեր հայրենակիցներին եւ նաեւ մեր եվրոպացի գործընկերներին եւ Եվրոպայի բնակիչներին, որ Հայաստանը նաեւ դասական երաժշտության մայրաքաղաք կարող է լինել եւ այդ օրը մենք եվրոպական տարբեր հեռուստաընկերությունների եթերում դա ենք հենց ցույց տալու, թե ինչպիսին է Հայաստանը դասական երաժշտության տեսանկյունից եւ կարծում եմ, որ բավականին տպավորիչ կլինի այն ամենը, ինչ մենք ցույց ենք տալու։ Շատ կարևոր է դասական եվրատեսիլի դեպքում, որ շեշտը դրվում է հենց դասական երաժշտության եւ հնչողության վրա, ոչ թե շոուի վրա, բայց մենք փորձելու ենք համադրել այս անգամ եւ մի նոր ձևաչափ ներկայացնել մեր գործընկերներին, որտեղ թե շոու կլինի, թե նաեւ կլինի հնչողությունը եւ շատ կարեւոր է, որ այդ համերգի ընթացքում բեմում է լինելու ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ կարծում եմ, որ սա նույնպես տպավորիչ կլինի մեր գործընկերներին ընկնդրել մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ այդ գործերը։ Հիմա բուրըն նախապատրաստական փուլն է, հիմա մեր հայաստանյան պատվիրակի ընտրության գործընթացն է ընթանում եւ հուսով եմ, որ առաջիկայում նաեւ միասին կհանդիպենք հենց պատվիրակի ընտրության վերջնական համերգին։ 2025 թվականի դեկտեմբերին առաջին ալիքը հայտարարեց դեպի դասական եվրատեսիլ մրցույթի մասին եւ հենց այդ օրվանից ընդունվում էին հայտեր բոլոր այն պատանի երաժիշտների համար, ովքեր գտնվում են 12-ից 21 տարիքային սահմանում։ Ուրախ եմ հայտնել, որ 130 եւ ավելի պատանի երաժիշտներ դիմեցին այս մրցույթին մասնակցության համար եւ շուրջ 100 պատանի երաժիշտ հնարավորություն ստացավ արդեն մասնակցելու լսումների փուլին, որտեղ իդեպ մենք կրկին հրավիրել էինք ոլորտի մասնագետներին, որոնց քվեարկության արդյունքում ընտրվեցին այն մասնակիցները, որոնք շարունակելու են պայքարը եւ իրենց ճանապարհը դեպի դասական եվրատեսիլի արդեն եզրափակիչ փուլ։ Ես Միքայելյան Արտուրն եմ, 18 տարեկան, Երևան քաղաքից։ Ներկայացնում եմ շվի գործիքը, երազում եմ շատ լավ երաժիշտ լինեմ։ Ես նախկին մասնակիցներից էի ու այն ժամանակից ունեցել եմ ցանկություն ներկայացնել Հայաստանը։ Նպատակ եմ դրել հայկական վերացող ազգային սանթուրը ներկայացնել ամբողջ աշխարհով։ Ես Էդուարդ Սարգսյանն եմ, 15 տարեկան, եկել եմ Գյումրիից։ Ներկայացնում եմ կանոն գործիքը, զբաղվում եմ 5 տարի։ Կարինե Միրաքյանն եմ, 21 տարեկան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից։ 7 տարի զբաղվում եմ երաժշտությամբ եւ ներկայացնում կանաչյան նվագարանը։ 7 տարի զբաղվում եմ կլարնետով ու ներկայացնում եմ կլարնետը։ Մասնակցում եմ երկրորդ անգամ։
Ես Աշոտ Ամիջբեկյանն եմ, 16 տարեկան եմ, Վանաձորից եմ։ Ներկայացնում եմ շեփոր, զբաղվում եմ երաժշտությամբ 8 տարի։ Իմ երազանքն է լինել հանրահայտ շեփորահար։ Մարի Վարդանյանն եմ, 15 տարեկան եմ, եկել եմ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածնից։ 6 տարի զբաղվում եմ երաժշտությամբ, ներկայացնում սաքսոֆոն գործիքը։ Մասնակցել եմ 24 թվականին եւ զգացել եմ, որ այստեղ մրցակցությունը շատ մեծ է։ Մրցույթն այս տարի անցկացվելու է 4 փուլով. առաջին հայտագրման փուլ, երկրորդ լսումների փուլ, երրորդ կիսաեզրափակիչ եւ արդեն 4-րդ եզրափակիչ փուլ։ Ես Մարի Գասպարյանն եմ, 16 տարեկան, Վայոց-Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից։ Ես ներկայացնում եմ հոբոյ գործիքը, որպես երաժիշտ ապագայում ուզում եմ դիրիժոր դառնամ։ Ներկայացնել իմ երկիրը աշխարհի տարբեր մեծ բեմերում, ինչին արդեն ինչ-որ չափով հասել եմ, բայց դեռ լիքը ճանապարհ կա անցնելու։ Եվ այն հաջողակ ու տաղանդավոր պատանի երաժիշտով կհաղթի արդեն այս մրցույթում, կներկայացնի Հայաստանը 2026 թվականին անցկացվելիք պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։